Հայաստանի բոլոր շրջանները, որ ստեղծվել է, որ Աստված մեզ տվել է հայրենիքը, ամեն շրջանի համար մեր հայրենիքին տվել է ապրուստի մի հնարավորություն, մի ձև, որ մեր երկիրը կարողանանք զարգացնենք, այդ շրջանը ապրի։ Սյունիքի բախտի բերմամբ Հայաստանի ամենամեծ շրջանը Սիսիանի շրջանն է, սակայն այսօրվա դրությամբ վերջի 30 տարվա աշխատանքի պատճառով Սիսիանի շրջանը նաև Հայաստանի ամենագործազուրկ շրջանն է, ճիշտ է։ Գիտեք, երբ այցելել էինք Սիսիանի գյուղեր, Աշոտավան էինք, չգիտեմ ինքը այստեղ է թե չէ, բայց ես շատ անգամ եմ կրկնում այդ խոսակցությունը, երբ մարդիկ պատմեցին, բոլորը պատմեցին, թե ինչ վիճակ է գյուղում, մենք տեսան, թե ինչ մի տեսակ ճնշվեցինք մենք, ու ճնշվեցինք ոչ թե նրանից, որ ուրիշ չկա, այլ որ այս հնարավորությունները կան մեր երկրում, բայց վիճակը այսպիսինն է, ու այդտեղ մի հատ կին ասես, տղա ջան, կարողա փոշմանել ես, որ եկել ես տեղ, այս պատմությունների մեջ, բայց մի հատ կարևոր բան ասեմ, մենք տեսնելով Սիսիանի գյուղերի վիճակը, մինչև այդ Եղեգնաձորի գյուղերի վիճակը, մեր մեջ ուժեղացել է ավելի ըմպնդումը, որ պետքա փոխենք մեր երկիրը, պետքա ուժեղացնենք մեր երկիրը, մեր երկրի ամենաուժեղ պոտենցիալը մեր համայնքների մեջ, եկեք նայենք, ինչ կարող է տալ ուժեղ Հայաստանը Սիսիանին, դուք Հայաստանի ամենամեծ շրջանն եք, Հայաստանը այսօր ծորենի առումով, հացահատիկի առումով մեծի մասամբ կախված է դրսից ներմուծումից, Սիսիանը այս պահին իր վարելահողերի կեսից ավելին չի մշակում, արոտավայրերը 140,000 հեկտար արոտավայր ունի, չի օգտագործում, Հայաստանը ներմուծում է միս, Հայաստանը ներմուծում է ծորեն, բայց դա չի օգնում մարդկանց տեղում արտադրել, որովհետև պետությունը չի օգնում, ինչ ենք անելու ուժեղ Հայաստանում։ Մի հատ լռություն եմ ուզում երեխեք, որ պատմեմ։ Շնորհակալ եմ։ Ինչ է լինելու ուժեղ Հայաստանում։ Ստեղծվելու է համայնքային զարգացման ծրագիր։ Սիսիանի համար ստեղծվելու է տեխնիկայի պարկ, որը պետությունը ունենալու է անհատույց տրամադրելու է գյուղացիներին, որպեսզի վարելահողերի վրա աշխատանք կատարվի։ Դա մեր երկրին անհրաժեշտ է, որ հնարավորություն ունենա մեր երկիրը իր հացը ինքը վաստակի, ծորենը ինքը վաստակի։ Մենք հիշում ենք բլոկադայի ժամանակ ինչ խնդիրներ եղան Արցախում։ Պարենային անվտանգության համար Սիսիանը դա կարող է ապահովել։ Երկրորդը, մեր երկիրը ներմուծում է կաթի փոշի, միլիոնավոր դոլարների, տասնյակ միլիոնավոր դոլարների, Հայաստանի կաթի գծով, արոտավայրերի գծով ամենալավ շրջանը ևս Սիսիանի շրջանն է, բայց չի օգտագործվում։ Կաթի փոշու ներմուծման տեղը, տեղական արտադրությունը խթանելը, կաթի գնի սուբսիդիան վերջապես նորմալ տալը օգնելու է, որ Սիսիանի գյուղերը ապրեն, լավ գնով կաթ վաճառեն։ Դա ոչ թե պետք է մենակ Սիսիանի համար, դա մեր հանրապետության պարենային անվտանգության հարց է։ Մյուս բանը, գործարան քաղաքի մեջ, ժամանակին այստեղ եղել են գործարաններ, ու քաղաքը հիմնվել է, մեծացել է գործարանների համար, գործարանների հաշվին։ Հայաստանը տարեկան, ուզում եմ ավակ սերունդն էլ ուշադիր լինի, ներմուծում է 70,000 տոննա, 50-ից 70,000 տոննա ապակի։ Իսկ գիտեք, ապակու հումքի ամենամեծ հանքերը որտեղ են։ Սյունիքում, Սիսիանի, Գորիսի արանքը, նաև շատ են Պարսկաստանում, 70 միլիոն դոլարի, 55-ից 60,000 տոննա ներմուծված ապակի գործարանը պետք է լինի այս քաղաքում։ Ծորենի մշակաբույսերի աճ, գյուղատնտեսության, կաթնատվության աճ, գործարան քաղաքում, երիտասարդների համար զբաղվածության գոտի,
Ժողովուրդ, այս ինչ ասում ենք, ծրագիր ենք ասում, չեն գալի ասում, էսի վատ է, էսի լավ է, ընտրեք այս տեխնացուին, ընտրեք այն տեխնացուին։ Ասում ենք այն ծրագիրը, որը մեր երկիրը փոխելու է, ով լինի այս երկրի առաջնորդ, դա պետք է անի։ Եթե ուզում ենք լավ ապրենք, պետք է մեկը դա անի։ Որ պահին մեր երկրում, Սիսիանի տարածաշրջանում մի հեկտար չվարված հող եղավ, պարենային անվտանգություն ապահովված չեղավ, չի լինելու մեր երկրում բնական բարգավաճում, բարեկեցություն։ Եթե ուզում ենք բարեկեցիկ երկիր, պետք է հողերը մշակենք, այն հողերը, որ այսքան քիչ է մեր երկրում, ու այսքան շատ է Սիսիանում, 140,000 հեկտար։ Շատերը ասում են,